Ինչքան էլ իմ ձայնը կտրված լինի եւ եթե նույնիսկ անգամ ես խոսել չկարողանամ, ես միևնույն է կասեմ։ Ձեզ հետ Հովհաննես Ազոյանն է եւ դուք Armenia TV-ի եթերում դիտում եք Հաղթեք րոպե Մերուսան աղագիծը։ Այո, սա միջազգային ճանաչում ունեցող մի խաղ է, որտեղ ամենասովորական եւ ամենահասարակ մարդիկ կարող են վաստակել բավականին մեծ գումարներ 50,000 դրամից մինչև 10 միլիոն դրամ։ Եթե դուք գիտեք փուչիկ փչել, վազել, պարկել, սողալ, կոտրել, ցատկել, փշրել, ապա այս խաղը ձեզ համար է եւ այն ձեզ համար շատ հետաքրքիր է։ Մնացեք մեզ հետ, եթերում է Հաղթեք րոպեում հեռուստախաղը։ Եվ ամենաառաջին մասնակցին եմ ուզում ներկայացնել, որին ներկայացնելու համար մենք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք էկրանին։ Այո, դուք չեք սխալվում, դա Գրիգոր Արշակյանն է, Գրիգոր Արշակյան։ Ողջույն Գրիգոր։ Իսկ Գրիգոր Արշակյան թե Արշակյան Գրիգոր։ Գրիգ։ Ինչպես։ Գրիգ։ Արշակյանը։ Գրիգ, հարմար է քեզ Գրիգ։ Շատ լավ, Գրիգ, Փարիզում եղել ես։ Բա ինչ ես, Փարիզի մայքան ակել է։ Կարող է վատ քաղաք է։ Ինչի օրինակ, Զիմբաբվեի մայքա օրինակ չունես։ Չէ, ես էլ հարմար։ Դա հարմար է։ Շատ լավ, ով է եկել այստեղ քեզ օգնելու։ Ընկերներս։ Ընկերներդ։ Որոնք են։ Ահա, դու բարեկամ չունես, որ չեն եկել։ Մեկը հորոխորս տղան, հա։ Ընկերներից մեկը հորոխորս։ Հա, ընկերը։ Շատ լավ։ Ողջունում եմ բոլորին։ Ինչ հետաքրքիր բան կա, որ կարող եք պատմել Գրիգորի մասին։ Այս պահին չեմ կարող մտաբերեմ, բայց լիք է էլի։ Մենք կսպասենք, դեռ 45 րոպե ունենք, եթե մտաբերեք, խնդրում եմ մեզ տեղեկացրեք։ Շատ լավն է։ Ինչով է։ Ահավոր լավն է։ Ինչ հետաքրքիր բան ունի Գրիգորը։ Ինքը ազնիվ է, ընկերական է։ Ամեն ինչ կտա ընկերոջ համար։ Բրավո։ Այո, այս է բարությունները քեզ Գրիգոր։ Գրիգոր, ընկերներդ ասացին, որ դու ամեն ինչ կտաս ընկերության համար։ Ճիշտ է։ Ահա։ Եթե վաստակես 10 միլիոն դրամ։ Չէ, այդ կապ չունի։ Ոնց կապ չունի։ Չէ, ամեն ինչ կտամ, այդ կապ չունի։ Վաստակեմ թե չէ։ Բայց ով է քեզ ասում գումար դուր, հələ դեռ ես հարցը չեմ տվել Գրիգոր։ Ինչքան կտաս 10 միլիոնից ընկերներին։ Չէ, դա մերն է։ Մերնա դուք կանի։ Այսինքն ընկերներինն է, Ընդհանուր ընկերական ֆոնդին է։ Ես ուզում եմ, որ այդ 10 միլիոնը դուք վաստակեք ընկերական ֆոնդին եւ դա բարձր է։ Միայն թե պետք է լինես ուժեղ, ակտիվ եւ համարձակ։ Դու կարող ես։ 10 խաղ։ Ամեն խաղը 60 վայրկյան, ընդհանուր առմամբ 10 րոպեում դու կարող ես վաստակել 10 միլիոն դրամ։ 10 րոպեում 10 միլիոն դրամ։ 50,000 առաջին քայլը, որը անձեռնմխելի գումար է, այնուհետև 100,000, 250,000, 500,000, 1 միլիոն, երկրորդ դա անձեռնմխելի գումարն է, այնուհետև 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն դա անձեռնմխելի է, 7 միլիոն եւ վերջապես 10 միլիոն դրամ։ Որպեսզի մենք հասկանանք, թե ինչ կանոններ ունի առաջին խաղը, պետք է նայենք էկրանին։ Զգուշացեք անձեռոցիկներ։
1 տուփ անձեռոցիկը պարունակում է 160 անձեռոցիկ։ Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է դատարկի այն օգտագործելով միայն 1 ձեռքը։ Տուփը դատարկելիս մասնակիցը պետք է ամեն անգամ հանի ընդամենը 1 անձեռոցիկ։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Ես որպեսզի քեզ օգնած լինեմ, ասեմ հետեւյալը, որ պատկերացրու ունես բազմաթիվ ընկերներ, որոնք որ զուգարանում են եւ թղթի կարիք ունեն։ Դու հիմա պետք է արագ հանես եւ նրանց բաժանես։ Լավ, պատրաստ ես։ Հա։ Եթե պատրաստ ես, սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Գնաց։ Այո, ծափարություններով։ Այդտե զոքցիկ ես, դատարկի։ Այո։ Պարգևիր մեզ այդ հաճույքը։ Փուլ 1, հաղթանակ։ Հաղթանակ։ Դու այս փորձությունը արեցիր 3-4 վայրկյանում կարելի է ասել։ Միշտ արել ես տանը կամ գիշերները։ Հայաց ինչ ֆիլմ ես նայում։ Լավ։ Ինչ պետք էր անձեռոցիկի միջել։ Դու ունես 50,000 դրամ։ Ես քեզ պետք է հարցնեմ, շարունակում ենք, ճիշտ է խաղը։ Այո։ Լավ, մեզ հետ խաղում է Գրիգոր Արշակյանը եւ մենք անցնում ենք արդեն երկրորդ փուլին։ Երկրորդ փուլ եւ տեսնենք էկրանը մեզ ինչ է ուշում։ Մետաղադրամներով զուգագուլ պան։ Այս փորձության ընթացքում մեկական մետաղադրամ տեղադրված է զուգագուլպայի երկու ոտքերի մեջ։ Օգտագործելով միայն ձեռքերը մասնակիցը պետք է զգուշորեն մոտենա մետաղադրամներին եւ դուրս հանի դրանք։ Յուրաքանչյուր ձեռք գործում է անկախ եւ մասնակիցը չպետք է մի ձեռքով օգնի մյուսին, ձգելով կամ պահելով զուգագուլպան։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Այո, Գրիգ, դու ունես 50,000 դրամ, որ անձեռնմխելի գումար է։ Եվ սա քո երկրորդ փորձությունն է, երկրորդ փուլն է, ես կուզեմ քեզ հարցնեմ, դու երբևիցե զուգագուլպա հագել ես։ Ոչ։ Իսկ տեսել ես։ Ոչ։ Ծանոթ ես զուգագուլպայի ֆունկցիաներին ծանոթ ես մի խոսքով։ Ձեռքերով էլ չես հագել երբևիցե զուգագուլպա։ Այսօր դու դա պարտավոր ես անել։ 60 վայրկյան, 3 կյանքի հնարավորություն եւ 100,000 դրամ։ Եթե պատրաստ ես, սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Այո, այսպես է տղամարդը հագնում զուգագուլպա։ Գրիգ, ինչ ես զզվելով անում, զզվելով մի արա, հաճույքով։ Գրիգը։ Փուլ 2, հաղթանակ։ Անձեռոցիկներից հետո բնականաբար պարզ էր, որ զուգագուլպաների մասնագետ է նաև Գրիգը։ Անձեռոցիկ եւ զուգագուլպա։ Գրիգ։ Այո, մենք արդեն ունենք 100,000 դրամ։ 100,000 դրամ դա նշանակում է խնդրեմ, գումարային մեր սանդղակը 100,000 դրամ, հաջորդ քայլը բնականաբար կլինի 250,000 դրամ։ Եթե կարողանաս դու իհարկե անցնես այդ փորձությունը։ Դու համաձայն ես շարունակել խաղը։ Այո։ Այո, բայց միջև
Միջև մենք խաղը շարունակենք, միջև 250,000-ը ես վստահ եմ, որ դու կհաղթես, ես այստեղ ուզում եմ հրավիրել դերասան Դավիթ Սեղբեյանին, Դավիթ Սեղբեյան Ողջույն Դավիթ Խնդրեմ քեզ խոսափող Դավիթ ես գիտեմ որ դու շատ ես սիրում զուգագուլպաներ Այո, մանկուց։ Տենց ասեցի Իսկ որ գույներն ես նախընտրում հիմնականում Այ հենց սա։ Հենց սա մարմնագույնը Այո, ես այնտեղից նստած ասացի իմ սիրած գույնն է։ Շատ լավ Եթե քո սիրած գույնն է ես կխնդրեմ քեզ որպեսզի դու այս փորձությունը անես Այսինքն շատ հեշտ է 200 դրամ զուգագուլպաների մեջ Խնդրեմ քեզ անել այս փորձությունը, լավ։ Մեծ սիրով կփորձեմ ես անել։ Գաղտնիքներ կան։ Գրիկ չկա գաղտնիքներ։ Բայց ես կխնդրեմ, որ մեր դալիճում նստած մարդիկ ինձ ոգևորեն։ Անպայման։ Շնորհակալություն։ Խաղի կանոնները շատ հեշտ են, դու պետք է պարզապես երկու ձեռքով չանես, մի ձեռքով, հասկացար, չէ՞։ Ուղղակի սենց սիրելով, սիրում։ Ոչ մի դեպքում չպետք է հատվեն, չի դուրս գալիս։ Ահա, խնդրեմ։ Դրված է այստեղ, ես ճիշտ եմ դնում։ Ահա։ Երկրորդ անգամ կյանքումս որ ձեռք եմ տալիս զուգագուլպային։ Ես սևերն եմ սիրում ճիշտ ասած։ Դե եթե պատրաստ ես դու։ Պատրաստ եմ։ Ունես 60 վայրկյան։ Շատ լավ։ Գնացինք։ 3, 2, 1 Գնաց։ Դավիթ 48 վայրկյան։ Առանց օգնելու։ Հաղթանակ Դավիթ, շատ շնորհակալություն, որ այստեղ ես եւ շնորհակալություն, որ մասնակցեցիք։ Ջերմ ծափարություններով ճանապարհում ենք Դավիթին։ Եվ մնում ենք քեզ հետ, որպեսզի շարունակենք իրենք մեր երրորդ փուլը։ Շշի վայրեջքը Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է կիսով չափ ջրով լի մեկ շիշը նետի այնպես, որ 360 աստիճան պտտվելուց հետո շիշն ուղղաձիգ կանգնի հարթակի վրա։ Կիսով չափ ջրով լի շշի ծանրության կենտրոնը գտնվում է մշտական շարժման մեջ, շշի թռիչքը դարձնելով անկանխատեսելի։ Մասնակցին տրվում է 10 փորձի հնարավորություն, մեկ շիշ հարթակին կանգնեցնելու համար։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Այո, այս ծափարությունները արժեն 250,000 դրամ։ Նրանց խնդրում եմ 250,000 դրամանոց ծափարություններ։ 250,000-անոց։ Եթե իհարկե դու կարողանաս այս փորձությունը հաղթահարել։ 60 վայրկյան, 3 կյանքի հնարավորություն, 10 շիշ, 10 սեղան, կուզեի ասեի 10 միլիոն դրամ, բայց 250,000 դրամ։ Պատրաստ ես։ Պատրաստ։ Գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1 Ծափարությունները որպեսզի շատ քիչ էր մնացել։ Ընդամենը 1 շիշ, ընդամենը 1 շիշ։ Կենտրոնացիր։ Ծափարությունները չեմ լսում, ծափարություններով ընդամենը 1 շիշ։
Ձախողում։ Դուք ունեք 2 կյանք։ Ձախողում, բայց դա ոչինչ չի նշանակում, որտեվ դու դեռ 2 հնարավորություն էլ ունես փորձելու այս փուլը, լավ։ Լավ։ Դու պետք է գիտես ինչ անես, պետք է երևի թե մի փոքր կամաց նետես, հա, կամաց նետես, որպեսզի այն այսինքն իմ խորհուրդները մի լսի, դու շատ լավ գիտես ինչ պետք է անես։ Դե ինչ, շարունակում ենք այս փուլը, գիտեք ես վստահ եմ, որ դու կարող ես սա անել, ընդամենը քեզ պետք է մի փոքր ներդաշնակություն ինքդ քեզ հետ, 60 վայրկյան, գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Այո, այդպես ոգևորում ենք ծափարություններով։ Կարող է դա ստացվել։ Դեռ 30 վայրկյան ունես։ Դեռ 17 վայրկյան կա։ Տրիկ։ 7 վայրկյան ունես, կենտրոնացի։ Փուլ 3։ Ձախողում։ Դուք ունեք 1 կյանք։ Ուզեմ ես մի հատ փորձել տեսնել ինչն է պատճառը, որ չի ստացվում, բարձրապես որ կողմ։ Չէ, այստեղ, այս կողմ։ Տեսար ոնց եղավ։ Մեկ կյանք դեռ ունես։ Դրիկ ես շատ եմ ուզում, որ դու հաղթես այդ 250,000 դրամը։ 60 վայրկյան, սա քո վերջին հնարավորություն է, ես քեզ խնդրում եմ, արա դա, գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Այո, այդպես։ Հուշում են, որ մի քիչ կամաց։ Ծափարություններով։ Փուլ 3։ Ձախողում։ Խաղն ավարտվեց։ Դու ամեն ինչ արել ես, բայց ցավոք սրտի։ Դա նրանից է, որ դու միայն անձեռոցիկներից ես ուժեղ և զուգագուլպաներից, բայց շշերից շատ թույլ ես դու։ Չես ուսալքվում, ամեն ինչ դեռ առջևում է։ Նոր տուր խանութերի ցանցը ձեզ դրվում է 25% եղջի քարտ։ Շնորհակալություն։ Գործընկերներն են, նոր տուն խանութների ցանցը իր կարդո ապրանքարիշով կարդո երաշխավորված որակ Ավեբին բանկ ընկերությունը իր լվացող և մակրող միջոցներով Mitsubishi Electric ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Կոնսել ընկերություն
Շատ ընկերությունը իր նատուրա, ապրանքարիշով նատուրա բնության հետ համահունչ։ Անհոգ կյանք մեկ հպումով, տեխնոլայվ, համար մեկ հիպերմարկետը տարածաշրջանում։ Այս ապարությունների ներքո ուզում եմ հրավիրել մեր հաջորդ մասնակցին, բայց տեսանյութից հետո։ Աննա Գևորգյան։ Վայ իրա։ Բարև ձեզ։ Աննա, դուք եկել եք ում հետ։ Ես եկել եմ երկու բալիկների հետ, երկուսը տանն են, իսկ երկուսը եկել են ինձ հետ։ Երկու բալիկ, ես տեսնում եմ 40-նանց մարդիկ։ Դավիթ կանգնի, սա իմ փոքրիկ բալիկն է։ Ողջույն Դավիթ։ Ես այսպեսի մի հարց ունեմ ձեզ տալու, եթե վաստակեք շատ մեծ գումարներ, ինչ եք անելու դուք դրանց հետ, այդ գումարների հետ։ Ես կուզենայի, որ այդ հարցին պատասխաներ իմ փոքրիկ տղան։ Մայրիկս ինձ ասել է, որ եթե շահի պետք է գնանք Վառնելի կամ Պագանինի կամ էլ Ստրադիվարի սարքած ջութակները գնենք։ Բրավո, բրավո։ Այս ապարությունները ձեզ են և ես սրտանց կուզեմ, որ դուք այդ գումարները, որոնք որ ձեզ պետք են շահեք և ունենաք և իրականացնեք ձեր երազանքը։ Շնորհակալ եմ։ Նայենք 20 տղակին, որտեղ կտեսնենք 50,000 դրամ առաջին անձեռնմխելի գումարն է, 100,000, 250,000, 500,000, 1 միլիոն երկրորդ անձեռնմխելի գումարն է, այնուհետև գալիս է 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիոն, 7 միլիոն և վերջապես 10 միլիոն։ 10 միլիոն դրամ կարող եք շահել և իրականացնել ձեր երազանքը և նայենք առաջին փուլի կանոններին։ Շարժիր ձեռքերդ։ Այս փորձության ընթացքում օգտագործվում է 40 բաժակ, շարված իրար վրա, որոնցից 39-ը կանաչ են, մեկը կարմիր։ Կարմիր բաժակը դրված է ամենաներքևում։ Մասնակիցը ապավինելով իր արագությանը եւ ճարպկությանը պետք է կարմիր բաժակը զգուշորեն տեղափոխի վերև, կանաչ բաժակները վերևից ներքև բերելով։ Այս գործողությունը մասնակիցը պետք է կատարի օգտագործելով մեկ աջ ձեռքը, մեկ ձախ, եւ այն պետք է կրկնվի 40 անգամ, մինչեւ կարմիր բաժակը նորից հայտնվի իր սկզբնական դիրքում, ներքևում։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ 60 վայրկյան, այսինքն 1 րոպե, 3 կյանքի հնարավորություն և 50,000 դրամը կլինի կոնը։ Խնդրեմ, եթե պատրաստ ես, գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Ծափարություններով, ավելի։ 46 վայրկյան։ Համարյա թե հասել է մեջտեղում է գտնվում այն բաժակը, որը որ պետք է լինի ամենավերջում։ Կարող ես միշտ ապիր դանդաղ արա, դեր 23 վայրկյան ունես։ Վայրկյան։ 9, 8, 7, 6, 7։ Փուլ 1, հաղթանակ։ Հաղթանակ, շնորհավորում եմ և 50,000 դրամ դու արդեն ունես։ Շարունակում ենք խաղը, ճիշտ եմ։ Իհարկե։ Երկրորդ փուլ։ Այո։ Երկրորդ փուլ։ Այո։ Երկրորդ փուլի կանոններ։ Կախիչների շղթան։
Աշխարհում օգտագործվում են շուրջ 8 միլիարդ կախիչներ։ Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է օգտագործի դրանցից 6-ը։ Մասնակիցը պետք է կախի դրանք մեկը մյուսի վրա վարակույրի համար նախատեսված քիվից այնպես, որ կախիչները լինեն մեկը մյուսի կենտրոնում, այլ ոչ թե անկյուններում, այսպիսով պահպանելով դրանց հավասարակշռությունը։ Ճշգրիտ տեղադրումը չափազանց կարևոր է, քանզի հակառակ դեպքում դրանք կարող են փուլ գալ։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Աննա Գևորգյան, երկրորդ փուլ եւ եթե հաղթահարես այս երկրորդ փուլը դու կունենաս 100,000 դրամ։ 60 վայրկյան, 3 կյանքի հնարավորություն, 100,000 դրամ։ Սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Գնացինք։ Ամենադժվարը արել ես, Աննա, ամենադժվարը արդեն կախել ես։ Աննա, ծափարությունները, ուր է դալի չի ծափարությունները։ Ամենադժվարները դեր անջվում են, բայց Աննա չի ընկճվում։ Փուլ 2, հաղթանակ։ Արաջան էսպես։ Էսպես, տնավորում ենք Աննային դու ունես 100,000 դրամ և մեկ նվեր կախիչ կես 100,000 դրամի հետ։ Մերսի։ Իմիջայնոց։ Իսկ ուզում ես շարունակել խաղը, թե կարող ենք բավարարվել 100,000 դրամով։ Ջութակը ինչ ասում։ Շարունակենք։ Լավ։ Ես իր համար եմ ստեղ, եթե իմ տղան ասում է շարունակենք, ուրեմն շարունակում։ Շարունակում ենք, այրին։ 250,000 դրամ կարող ես շահել երրորդ փուլում, եթե կարողանաս հաղթահարել այդ փուլը։ Իսկ ինչ փուլ է դա, մենք կիմանանք հիմա էկրանից։ Մատիտների թռիչքը։ Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է ձեռքի վրա դրված երկու մատիտները նետի եւ օդում բռնի։ Այս գործողությունը պետք է կրկնվի 6 անգամ, ամեն անգամ երկուական մատիտ ավելացնելով մինչև 12 մատիտ։ Մեկ անհաջող նետում եւ մասնակիցը կարող է մոռանալ հաղթանակի մասին։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Աննա, ընդամենը 60 վայրկյան է բաժանում քեզ 250,000 դրամից։ Եթե պատրաստ ես, սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Այո։ Միշտ ապիր 48 վայրկյան ունես։ Այո։ Այո։ Միշտ ապիր։ Այո։ Փուլ 3, ձախողում։ Դուք ունեք 2 կյանք։ Գիտես, շտապեցիր, շատ շտապեցիր։ Ես խնդրում եմ չշտապել։ Եթե մի հուզվիր, քեզ մոտ կստացվի, դու դեռ ունեիր 20 քանի վայրկյան, հասկանում ես, եւ ընդամենը քեզ 1 սեղան էր մնացել, եթե չշտապես կստացվի։ Եվս մեկ անգամ փորձենք, շատ լավ։ Ձեր ծափարությունները։ Կենտրոնացիր, 60 վայրկյան եւ 2 կյանքի հնարավորություն։ Գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Միշտ ապիր, Փուլ 3, ձախողում։ Դուք ունեք 1 կյանք։ Հիմա ես փորձեմ։ Դե եթե փորձելով լինի, ես մատ այն 12 հատը կվերցնեմ։
Իսկ ի՞նչն է քեզ խանգարում։ Չգիտեմ։ Խաղի ընթացքում։ Նայ, շատ հեշտ։ Նայեք։ Աննա, տեսար, որ ինձ մոտ հիանալի դա ստացվում է։ Մատիտների եմ գնացել փոքր ժամանակ։ Դե ինչ Աննա, վերջին հնարավորությունն է, խնդրում եմ, միշտ ապիր, պարզապես միշտ ապիր եւ ամեն ինչ կլինի նորմալ։ 250,000 դրամ 60 վայրկյան։ Սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Ոգևորում ենք, այո, առաջինն արած է։ Երկրորդ։ Այդպես, սապարություններով, այդպես։ Այո։ Կարող ես, Աննա, կարող ես։ Այո։ 32 վայրկյան ունես դեռ։ Այո! Չվրազ ես 20 վայրկյան կա, 20 վայրկյան։ Չվրազ ես։ Չվրազ ես։ Այո! Փուլ 3, հաղթանակ։ Այո! 250,000 դրամ այս պահին ունեն Աննան և Դավիթը։ Աննա, ես ստիպված եմ քեզ հարցներ, դու համաձայն ես, որպեսզի մենք շարունակենք խաղը։ Չէ։ Դավիթ, շարունակի խաղը։ Աննա, վերջին խոսքը քոնն է։ Ասում է, որ ջութակի մնացած գումարը կնվիրի իրա պապան։ Այսինքն դու որոշեցիր։ Որոշում եմ վերցնել գումարը։ Վերցրես գումարը։ Այո։ Աննան վերցնում է 250,000 դրամը և մենք չենք շարունակում խաղը։ Ես քեզ շնորհավորում եմ, դու ունես 250,000 դրամ։ Նոր տուր խանութների ցանցը ձեզ դվերում է 25% եղջի քարտ։ Շնորհակալություն լավ խաղի համար։ Շատ լավ, շնորհակալություն։ Տեսություն։ Սապարությունները և այս տեսարանը հուշում են միայն մեկ բանի մասին, որ դուք Armenia TV-ով դիտում եք հաղթեք րոպեում հեռուստանախագիծը։ Եվ որպեսզի շարունակենք մեր այս հեռուստախաղը, մեզ անհրաժեշտ է խիզախ մասնակից։ Եվ այդ մասնակցին ծանոթանալու համար մենք պետք է նայենք էկրանին և տեսնենք պատմող տեսանյութը նրա մասին, խնդրեմ։ Մասնակիցն է Արմեն Վարդանյանը, Արմեն Վարդանյան։
Արմեն, ես տեսնում եմ, որ քո երկրպագուները այստեղ շատ են։ Ինչն է պատճառը։ Դու ես բերել նրանց։ Այո, Որտեղից։ նրանք իմ հարազատներն են։ Այսքան հարազատ ունես։ Okay։ Դադավ, ով է այն, ովքեր են կամ ով է այն մարդը, ով եկել է քեզ այստեղ օգնելու համար։ Ընկերներս։ Արմեն, քո ընկերներն են, ամենամոտ երևի ընկերներն են, ես հիմա փորձեմ նրանց հետ շփվել երկու բառ, իմանանք, թե Արմենը ինչ ձևի տղա է, որն է նրա առավելությունը, որն է նրա թերությունը։ Բարև ձեզ, Արտակ։ Արմենը ձեր մտերիմ ընկերն է։ Ինչ առավելություններ ունի նա եւ ինչ թերություններ։ Նրա առավելություններից է մարտունակ բնավորությունը, պատրաստակամությունը, միշտ ճկունությունը, ինչը այս խաղամը շատ կարևոր է, կարծում եմ նա պետք է հաղթի։ Ես գիտեի միայն, որ բանակն է մարտունակ, փաստորեն բանակից բացի Ոչ միայն բանակը, այո, նաև Արմենի պես տղաները։ Մարտունակ Արմեն։ Մարտունակ Արմեն, այո։ Արմեն, դու այդքան մարտական ես տրամադրված, ոնց որ ընկերներ են նշում։ Իհարկե։ Դու նոր ինչ-որ լողացար, հա, դաց ես Արմեն ջան դու։ Շատ լավ, ես քեզ պետք է ասեմ խաղի կանոնները, խաղը ունի 10 փուլ, ամեն փուլ 60 վայրկյան եւ 10 միլիոն դրամ։ Եթե պատրաստ է Արմենը, մենք կարող ենք սկսել առաջին փուլը, համաձայն ես։ Այո։ Առաջին փուլ 50,000 դրամ, որը անձեռնմխելի է, հետագա քայլերի մասին հետո կխոսենք, 60 վայրկյան եւ այդպես շարունակ։ Եթե պատրաստ ես, ծանոթանանք խաղի կանոններին։ Առաջին փուլ։ Հավկիտների աշտարակը։ Այս փորձության ընթացքում մասնակիցը պետք է օգտագործի 4 գլանաթուղթ եւ 4 հում հավկիտ աշտարակ կառուցելու համար։ Ոչ ճշգրիտ տեղադրումը կարող է հանգեցնել աշտարակի փլուզմանը։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Արմեն, հուսով եմ գիտես ինչ պետք է անել, դրանք իսկական հավի հավկիտներ են, անհանգ ստանալու կարիք չկա։ 60 վայրկյան 50,000 դրամ, գնացինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Դե ոգևորեք, մարտունակ Արմենին։ Ծափահարությունները որտեղ են Արմենին ուղղված։ Նորից, հանգիստ, նորից, ոչինչ չկա։ Առանց հուզվելու, հանգիստ, Արմեն, դու կարող ես դա անել։ Արմեն, դա շատ հեշտ է, դու կարող ես դա անել։ Դեռ 15 վայրկյան ունես, Արմեն, հանգիստ կարող ես անել։ 10, 7, 6, 5 Փուլ 1, հաղթանակ։ Բրավորում եմ քեզ Արմեն։ Մի քիչ տարօրինակ տեսք ունի, բայց դա էական չէ։ 50,000 դրամ դու ունես այս հավկիտների պատճառով։ Շնորհավորում ենք Արմենին եւ պետք է ես չեմ կարողանում նայել մի հատ Դե ինչ Արմեն, 50,000 դրամ ես քեզ շնորհավորում եմ։ Այո, եւ այս բացի նրանից, որ գեղեցիկ են այս համեղ հյութերը Art-Food ընկերության կողմից Natura ապրանքանիշն է, որը մեծ սիրով հյուրասիրում եմ քեզ, Արմեն ջան, Natura։ Բնության հետ համահունչ։ Արմեն, ես պետք է հարցնեմ քեզ, դու համաձայն ես շարունակել խաղը, բնականաբար այո։ Իհարկե։ Շատ լավ։ Տեսնենք հաջորդ փուլի կանոնները, լավ։ Ուշադրություն էկրանին։
Ադամաթուզն ընդդեմ նարնջի։ Այս փորձության ընթացքում մասնակցի գոտկատեղից կախված է 1 ադամաթուզ, ամրացված պարանի օգնությամբ։ Հեռավորությունը հատակից մինչև ադամաթուզ 30 սանտիմետր է։ Ազդրերը շարժելով մասնակիցը պետք է օրորի կախված ադամաթուզն այնպես, որ 2 նարինջ գլորվեն դեպի օղակը եւ մտնեն դրա մեջ։ Փորձությունը 60 վայրկյանի ընթացքում չհաղթահարելու դեպքում մասնակիցը կձախողի այն։ Այո, մեզ հետ խաղում է Արմեն Վարդանյանը եւ մենք գտնվում ենք երկրորդ փուլի շեմին։ Արմեն, net ինչ է կախված ստեն։ Արմեն, 60 վայրկյան, 100,000 դրամ եւ 3 կյանքի հնարավորություն։ Եթե պատրաստ ես, կարող ենք սկսել։ Գիտես ինչ պետք է անես։ Շատ լավ։ Արմեն Վարդանյանը, պատրաստ է, սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Ապարությունները ավելի ջերմ, ավելի բուրըն, ավելի ոգևորիչ։ Ապրես, դեր 22 վայրկյան ունես, հանգիստ։ Արմեն, 1 նարինջի, ինչ է որ չես կարող անել։ Պատրաստ այդտենց, Արմեն, 10, 8, Փուլ 2, ձախողում, դուք ունեք 2 կյանք։ Արմեն, հիմա հասկանել է, թե ինչու դու երեխա չունես միջև, հիմա։ Պետք է շարժարվել, պետք է, դու գիտես։ 2 կյանք ունես, Արմեն, չենք վհատվում, փորձիր ևս 1 անգամ։ Արմեն, անցած անգամ շատ հետաքրքիր ճիշտ արար դրեցիր այդ մեկը ու շատ արագ։ Մնում է կենտրոնանաս եւ անես քո գործը։ Լավ իմաստով։ 2 կյանք ունես։ 60 վայրկյան գնաց։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Ծափերով։ Այո։ Արմեն, կարող ես, այո։ Կանգնի և այդենց։ Մեկ այդենց, այո։ Պահի, բանանով պահի։ Բանան, այո։ 24 վայրկյան ունես, ծափարժով, եկեք, ոգևորեք, Արմենի։ Այո, մեկ ատեն, այո։ Քիչ է մնացել, 7, 6, Արմեն։ Փուլ 2, ձախողում, դուք ունեք 1 կյանք։ Արմեն, մի հատ կգաս։ Ես ներողություն եմ խնդրում, կարելի է ձեր բանանին ձեռք տալ։ Բանանը ինքը ամուր, լավ, նորմալ, ճիշտ բանան է։ Շարժումները ցույց եմ տալիս վերջին անգամ, Արմեն։ Կամ կարող ես նայես, եթե ոնց կուզես։ Ես մաղթում եմ քեզ հաջողություն։ Արմեն, վերջին կյանքի հնարավորությունը դու ունես։ Վերջին հնարավորություն, կենտրոնացիր, 60 վայրկյան, սկսեցինք։ Խաղը սկսվում է։ 3, 2, 1։ Այո! Հանգիստ, Արմեն ջան, հանգիստ, այդպես։
Փուլ 2 Ձախողում խաղն ավարտվեց։ Ասում էին Մարտունակը Արմենը, սովորական Արմենակը, Մարտունակ չի։ Արմեն ջան, ցավում եմ, դու այդ շարժման վրա պետք է պարապես, ես ուրիշ բան։ Արի, չկա։ Բանան ուտենք։ Ոնց որ ասում եմ, եթե պարտվում ես, վերցրու քո սեփական բանանը եւ Այսպիսին էր Արմեն Վարդանյանը, որը վաստակեց 50,000 դրամ։ Դա քո միակ վաստակած գումարն էր, որը անձեռնմխել էր եւ այն կոնն եմ։ Նոր տուն խանութների ցանցը ձեզ դվերում է 25% եղջիկար։ Շնորհակալություն Արմեն, շնորհակալություն լավ խաղի համար։ Շոուի հովանավորներն են, նոր տուն խանութների ցանցը իր կալդո ապրանքանիշով կալդո երաշխավորված որակ։ Անհոգ կյանք մեկ հպումով, տեխնոլայվ, էլեկտրոնիկայի համար մեկ հիպերմարկետը տարածաշրջանում։ Ավևին փակ ընկերությունը իր լվացող և մաքրող միջոցներով։ Mitsubishi Electric ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում Կոնսել ընկերություն։ Art Food ընկերությունը իր նատուրա, ապրանքանիշով նատուրա բնության հետ համաունչ։ Այո, սա հաղթեք րոպեում հեռուստախաղն էր, որտեղ ամենահասարակ կենցաղային իրերով կարելի է շահել և վաստակել բավականին մեծ գումարներ, ընդհանուր մինչև 10 միլիոն դրամ, և դա անում են սովորական, հասարակ, մեր քաղաքացիները, մենք բոլորս կարող ենք, հենց տանը նույնիսկ։ Եթերում հաղթեք րոպեումներ, մնացեք մեզ հետ, ցտեսություն։